2018 թվականի ապրիլին իմ կյանքի ընթացքում առաջին պահն էր եւ Հայաստանի պատմության մեջ առաջին օրն էր, երբ որ Սերժ Սարգսյանը ոչ մի պաշտոն չուներ։ Այսինքն Սերժ Սարգսյան պաշտոնները սկսել են Հայաստանի պատմությունից, անկախ Հայաստանի պատմությունից առաջ եւ իմ կյանքի մեկնարկից առաջ։ Եվ ոնց որ այդ ապրիլի 9-ի պահը շատ վառ հիշում եմ, որ մենք տոնում էինք Ազատության հրապարակում, որ ինքը 8 օր չի ունենալու ոչ մի պաշտոն, առնվազն 8 օր, որովհետև մենք որոշել էինք այդ 8-ը շրջել եւ դարձնել անվերջություն։ Եվ քանի որ այդ 8 օրվա ընթացքում է ընկնում այդ ապրիլի 14-ը, ես հիմա հարց եմ տալիս, ապրիլի 14-ին Սերժը ով էր, որ որոշեր մարդ ձերբակալել, մարդ չձերբակալել, կալանավորել, սադրել, իրավապահ համակարգի ինչ-որ ֆունկցիաներ կատարել, չկատարել, մի կողմ եմ թողնում մնացած է այդ տրամաբանության մեջ, որովհետև ինչ-որ խոտանված բան կա, չգիտեմ, ասում է, որ ձերբակալեինք, շարժումը կմեծանար, չձերբակալեցինք, բայց էլի մեծացավ, ոնց որ այդ չի էլի հիմքերը, այդ տրամաբանության խոտանվածությունը չեմ ուզում քննարկենք, ուզում եմ հասկանալ, ապրիլի 14-ին Սերժը ով էր, որովհետև նա նույնքան լիազորություններ որոշելու Նիկոլ Փաշինյանի ձերբակալել կամ ոչ, որքան ես։